Սա գիտես ինչի մասն եմ ուզում խոսամ, անկախ նրանից այսաղ ինչ-որ նկարագրեցինք երևի 0.0003% այն ամեն ինչի ինչ-որ տեղի ունեցել եւ արվել է, բայց ընդհանուր ֆրեյմինգը տալու համար, հա, ինչն էր կարևոր այս ամեն ինչի մեջ, որ ապրիլյան պատերազմը, ինքը նախ ապրիլյանա կոչվում, բայց չի ավարտվել ապրիլին, հա, մոտավորապես մի ամիս ակտիվ ռազմական գործողությունների մեջ ենք եւ համապատասխանաբար մենք էլ տեղեկատվական, բայց արդյունքներով, երբ որ մենք ամառվա կողմ արդեն հավաքվեցինք բոլորս, այսպես ասած, քննարկելու մեր ինչ-որ սխալներ, բաց թողումներ, թերացումներ, որպեսզի մենք ուղենք հաջորդ նման իրավիճակի համար, նախապատրաստվենք եւ նույնիսկ եթե ինչ-որ չնչին տեղ ինչ-որ բան պրոմոխ ենք տվեք, կամ ավելի լուրջ ինչ-որ բանում պրոմոխ ենք տվեք, որպեսզի այդ սաղ մաքրենք, այսինքն մենք այդ ռիֆլեքսիան եւ սխալների ուղումը ապրիլյանից հետո արեցինք, էլ ավելի կատարելագործեցինք այդ սաղ միջև 18 թվական, այդ ամբողջ աշխատանքը տարվում էր, արդիականացվել էր շատ լուրջ ձևով, այդ թվում նաև այդ ինտերնետի հասանելիության հարցը Ստեփանակերտում, այդ պրես կենտրոնի ասեմ, որ նույնիսկ 18-ով դա չավարտվեց։ 2020 թվականին այդ սաղ կառույցը պրոստը փակ էր եւ չի օգտագործվել, որ հասկանաս։ Արդեն 17 թվականի դրությամբ օրինակ, այսինքն դրանից հետո ամառը կամ երբ սկսվեց այդ նարատիվը, որ հող է հանձնվել ու այդ 16-ի այդ 800 հեկտարի պատմությունը, այո, պարզվեց որ այդ էլ տենց չի։ Հա, պարզվեց շատ ավելի քիչ էր, բայց այնուամենայնիվ այդ 800 հեկտարի շուրջ կառուցվեց ամբողջ այդ ագրեսիան, երբ որ արդեն այդ որը հետո 44 օրյայի սկզբում ինչ որ խաղարկվում էր, որ այ մենք դա վերադարձնում ենք։ Ինչ որ ամեն դեպքում նման մի ինչ որ սուտ կամ բանի փորձ իհարկե արվել է։ Ես քեզ ասեմ, նույնիսկ այդ միֆերը, որ զենքը չի հերիքեր կամ եւ այլն, այսինքն երբ որ դու խոսում ես ապրիլյանի տղերքի հետ եւ պատմում են, որ օրինակ կորնետներից, հա, երբ որ խոցում էին, այնտեղ կան ինչ-որ նորմատիվներ, Սգոնը ավելի ճիշտ կասի, որ 3-4 անգամից ավել մեկից չես կարող կրակես, որովհետեւ տականում է ինչ-որ այդպես բան կա։ Ու ասում եմ, այնքան շատ էր դրած հենց զարյաժնի վիճակով, մեկից մի հատ կրակում էինք, դնում ենք մի կողմ, հաջորդից կրակում էինք, դնում ենք մի կողմ, որ սառի, դաժե 3-4 հատով չենք կրակում։ Այսինքն զենքի խնդիր, հենց փաստում են այդ տղերքում, հետ անձամբ խոսել ենք, զենքի խնդիր չի եղել։ Հասկանում ես, այդ սաղ միֆեր, այդ խոտ ուտելու, այդ բահով կռվելու եւ մնացած ամեն ինչի մասին, այո, մարդիկ, որոնք գոնե քիչ թե շատ իրականությանը ծանոթ են եղել, հասկացել են, որ դա այդպես չի, բայց եղել են նաև շատ մարդիկ, որոնք իրազեկված չեն եղել։ Հիմա գուցե նաև, չգիտեմ, մենք ենք ինչ-որ տեղ աչքա թողարել ներքին դաշտը, հա, ավելի շատ կենտրոնացել ենք այդ որ պատմենք, որ աշխարհը իմանա, որտեվ անկեղծ իմ մոտ չկար պատկերացում, որ հայ հասարակության մեջ կարան այտենց պիղծ ինչ-որ էլեմենտներ լինեն, որոնք սկսեն ներսից այտենց քայքայել մեզ, որովհետև դու միշտ վտանգը դրսից էիր տեսնում, թշնամուց էիր տեսնում, միջազգային հանրությունից էիր տեսնում, այդտեղ էիր կենտրոնացնում ուժը։ Ֆրոնտը ուրիշ ուղղությամբ Եվ այդտեղ այդ սելեբրիտիներն էլ նաև դեր էին խաղում, այսինքն ոչ միայն նրանք, ովքեր գնացել էին եւ այնտեղ էին առաջին գծում էին, դա բոլորը հակապատկերը, դերասաններ, ինչ որ ես շատ լավ մանավանդ իմ մոտ տպավորվել է այդ օրերին ես կներկանվանական պիտի ասեմ այդ Սերգեյ Դանիելյան Յոշ կոչվածի Սոզջանի Բեկյան, որը կարամ տենց հերթով թվարկեմ հումորային առումով լավ դիտումներ էր հավաքում ու հումորային էր ներկայացնում ու տանում էր այդ կոնկրետ այս ինչ որ դուք պատմում եք դրա ուղիղ հակառակ պատկերը ներկայացնելով, այսինքն ձեր յուրաքանչյուր բառին այն ինչը դուք պատմում եք, ես չեմ տեսել որպես պատանի, որը տենց Facebook-ա մտնում երեկոյան նայելու ինչ կա։ Ես տեսնում էի հումորային տեսանյութերով տարածվող այդ օրինակ Յոժի վիդեոները, որոնք ճեմարանում օրինակ մենք տենց պոպուլյար էին մի ընթացք ու նայում էինք ճեմարանում։ Հա, որտեվ Սգոն այդ ժամանակ այսիքա առաջնագծում էր միջազգային լրատվամիջոցների հետ։ Ես չգիտեմ, հերթափոխով Կուխնյայի դիվանին գնում էինք, ով երբ հասցնում էր, որտեվ 24 ժամ տուն չէին գնում ուղղակի։ Եվ մենք մտածում ենք, լավ, այնա թշնամին։ Ու անկեղծ ես օրինակ իմ մասով կարամ ասեմ, որ
ասում էր բլղուր առաջանում էր, ասում էր բլղուրով փորձեք կրվել կամ այդպես գրիչի մեջ թուղթեր դնում, ասում էր նոր զենք եմ մտածել։ Ու դա չենք նախ ես չեմ Մենք տեսել դրա այդ դաշտը, դա չունեինք, արդեն բայց այդ այդ էլ ամենիցից մեր մի որոշ սխալն էր։ ժամանակ հետո էր։ Թոմ, Իսկ էդ էլ մենք մեր տեսնում ենք դա, սխալն էր, մենք ձեր աշխատանք չենք։ Այո, այդ էլ մեր սխալն էր, որ մենք աչքաթող ենք արել չմտածելով, որ կարա դա մեր գործառույթն չէր իրականության մեջ։ Լսի, բայց ես երբեք չէի մտածի, որ այդ կարա լինի, էլի, որովհետև երբ որ ես հիշում եմ ինչի միջով ենք մենք անցնում, որ աշխարհին պատմենք իրականությունը եւ Հայաստանի ներսում այդ այնց մարդիկ այդպես բաներ էին անում։ Բայց ասեմ քեզ, որ մեծ ջանքեր էր նաև ուղղված, որպեսզի ներսում էլ մարդիկ իմանան ինչն է իրականությունը։ Կրկնում եմ, բոլոր ԶԼՄ-ները հայրենական ապրիլյանի ժամանակ ոչինչ չի թափվել։ Աղրելի աշխատանք են կատարել, որ մեր բնակչությունը խնդիր չունենա կողմնակի աղբյուրներից որևէ բան կարդալու կամ լսելու։ Ես էլ չեմ խոսում հանրային հեռարձակողների մասին, հանրային հեռուստատեսության, հանրային ռադիոյի, որը առաջին ժամերից անցավ արտակարգ ռեժիմի եւ երկու լրագրող Արմինեն եւ Ալիսը, Արմինեն Գևորգյան եւ Ալիսը Գևորգյան գնացին ընդհանրապես առաջնագից եւ այդտեղից էին հաղորդում ինչ կա չկա, որպեսզի հանրությունը ես հիմա այն ժամանակ այդ լրատվամիջոցների ղեկավարում, բայց ես կրկնում եմ բոլոր ակտիվ մեր մեդիան ձեռնամուխ եղավ, որպեսզի մեր հանրությունը դեֆիցիտ չունենա տեղեկատվության կամ խնդիր չունենա վստահելու կամ չվստահելու, իր աչքով տեսնի, իր հայրենական լրատվամիջոցների շուրթերով լսի, ինչ է կատարվում։ Մենակ լրատվական դաշտը չէ, ընդհանուր հերոսի հանդեպ այդ հարգալից վերաբերմունքը հասարակության մեջ ապրիլյանից հետո ու սիմվոլիզմը ամեն ինչի մեջ, օրինակ երբ որ Շուշիում կազմակերպվեց այդ բանը մկրտության արարողությունը, էլի հիշենք մեր լավ ընկերներին, երբ որ ապրիլյանի տղաները մկրտում էին իրենց մարտական ընկերների, երեխաներին, զոհված ընկերների երեխաներին, քույրերին, եղբայրներին եւ շատ սիմվոլիկ էր։ Հետո կա ժամանակ հետո կյանքու կռիվը այո նկարահանվեց ու դա մի տեսակ շատ սիրուն կապվեց 90-ականների հետ ու կարծես ապրիլյանը դարձավ մեկ հաղթական ընթացքի մի կարևոր իրականում հասկանում ես ապրիլյանը դա շատ ավելի անձնական է, հա, եւ իմ եւ Արմանի համար իմ համար բոլորն են անձնական։ Չէ, ուզում եմ ասեմ 44 օրյայի ժամանակ նույնիսկ երբ որ մենք առաջարկեցինք մեր փորձը գիտելիքը օգտագործել են ինչ որ ապրիլյանի ժամանակ արել ենք լավ ու ստացվել է ուղակի իզոլացրեցին մեզ, ուղակի չտվեցին հնարավորություն։ Ես պիտի մի բան ասեմ անպայման, որ ուզում էի դա ասեի, կներես 18 թվից հետո էլ նույնիսկ ես քեզ ասեմ, որ ճիշտ ես դու ապրիլյան պատերազմի արդյունքներում, երբ որ այդ ամենը ամփոփեցինք, ես էլ եմ հատուկ առաջարկ ու կարծիք գրել ամենի վերաբերյալ, ներառյալ պրոտոկոլներ, այսինքն ընթացակարգեր, որպեսզի դրանք ունենան պատրաստի ինչ որ բաներ եւ ինչպես Անժելան հիշատակեց Արմենիա հեռուստաընկերությունը այն ժամանակ ձեռնամուխ եղավ որպեսզի այդ լրատվության կենտրոնը կահավորվի եւ ավտոնոմ արբանյակային կապի համակարգ ունենա որ խնդիր չլինի Հայաստանից տարվի խնդիր չլինի ինտերնետի հույսին մնա այսինքն որ կստեղծվի մամուլի կենտրոն կահավորի Արմենիա հեռուստաընկերությունը իսկ մեթոդական առումով մենք կօգնենք նույնիսկ 18 թվականից հետո մենք երկուսով ես ու Բեկարյան Կարենը զինված ուժերի ղեկավարությանը իրազեկեցինք, որ չնայած որ քաղաքական իրավիճակը այլ է, այնուամենայնիվ մենք պարտավորվում ենք մինչև վերջ հասցնելու այդ նախագիծը, որը որ այն ժամանակ կյանքի էր կոչվել եւ շարունակում ենք պատասխանատվություն կրել մեթոդական եւ մնացած հարցերի վերաբերյալ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Հիմա շատ առաջ չընկնեմ, բայց ապրիլյանի առաջին 44 օրյայի առաջի օրերին, երբ ես վերադարձա Մարտակերտի հյուսիսից, Ղարիբյան Արմանի հետ մեր օպերատոր, առաջի բանը ինչ եղել է, ես մտել եմ պաշտպանության բանակ, ու ասել եմ, որ բոլոր այն պրոտոկոլները, որոնք ժամանակին ես էլ ստեղծել եմ այդ թվում, հենց հիմա ճղեք ու թափեք։ Հանգարց չփորձեք որևէ այդ պրոտոկոլով առաջնորդվեք, որտեղ իրավիճակը բացարձակայել է եւ մտքներովդ չանցնի դուք որևէ կալոննայով որևէ տեղ տեղաշարժվեք։ Իհարկե ինչ չլսեցին եւ հաջորդ իսկ օրը տեղի ունեցավ թե դրա հաջորդ օրը այդ լրագրողների կալոննայի խոցումը
որի ընթացքում վիրավորվեց Արմենիայի օպերատորը, Ֆրանսիահայ գործընկերը մեր եւ այլն։ Այսինքն դա առանձին պատմություն է, ես էլ եմ ասում, հիմա դրա ժամանակը չի, որտեղ որ սկսենք դրանից խոսել, այդ 7 ժամ խոսելու եմ ես, բայց ես կարծում եմ օրերից մի օր դրա օրն էլ է գալու եւ այն ամենը ինչին մենք ենք ականատես եղել եւ ես մասնավորապես եւ Անժելայի ասած բոլոր առումներով, որ մենք անշուշտ պատրաստականություն չնայած ամեն ինչի այնուամենայնիվ հայտնել ենք եւ քաղաքական Արցախում եւ զինվորական իշխանություններին, որպեսզի մեր աջակցությունը բերենք նաեւ ընդհանուր process-ների կառավարման առումով, ոչ թե ապահովենք միայն մեր նկարանող ենթադրենք խմբի աշխատանքները, որը մենք առանց ոչինչ էլ անում էինք ավտոնոմ ռեժիմով։ Ինձ ուղիղ իմ նախկին գործընկերները, որոնք այդ ժամանակ դեռ մնում էին համակարգում, ուղիղ ասեցին, Անժ, մեզ նույնիսկ չի կարելի քո հետ կոմունիկացվել, որովհետև դուք սև ցուցակներում եք, մենք շատ կուզեինք, որպեսզի դու խորհուրդ տայր, օգներ, բացատրեիր, որովհետև մեծ հաշվով համակարգի ներդրման աշխատացնելու եւ դրա բոլոր բացասական ու դրական կողմերի իմացող մարդ, որպես փորձ ունեցող մարդ դու ես, բայց մեզ արգելված է առհասարակ քո հետ շփվել եւ օգնություն քեզանից ստանալ, դա հենց պատերազմի առաջի օրերից 44 օրյայի, ես կարծում եմ մոտարապես պլյուս մինուս այդ պատասխանը բոլորս ենք ստացել, նաեւ մեր գործընկերները, որ գնացել էին Ստեփանակերտ եւ տեղում փորձում էին էլի օգնել։ Մինչդեռ ապրիլյանում կար գոնե ներքին հաշտություն հստակ ու այդ ջուր պղտորողների մասին, որ խոսում ենք այդ ամեն ինչի մասին, տեսեք դուք նույնիսկ որևէ ուշադրություն չեք դարձրել, մեր գործառույթը չէր դրա, որևէ նույնիսկ հանրային մակարդակում էմոցիոնալ ռեսուրս ու ատելություն չէր գեներացվում իրենց նկատմամբ, այսինքն իրենց բաբլի մեջ դա անում էին, իսկ հանրությունը ըստեյության հաշտ մայիսին ապրիլյանի գնացող Նիկոլենց այդ շատ կարևոր գործառույթներն էլ կարևոր դեր ուներ այդ ազգ-բանակ կոնցեպտը, որը դաստիարակել էր որոշակի այդ հանրության երբ խոսեցնում էին, ես հիշում եմ, որ այդ ազգ-բանակի ու Նժդեհի եւ դրանից շատ առաջ, բայց այնուամենայնիվ դա ազդեցիկ էր Երևանի կենտրոնում այդ Նժդեհի արձան եւ Նժդեհի գաղափարախոսության տարածումը, այսինքն մարդկանց մոտ ահագին գաղափարական լուրջ աշխատանք տարված էր, մարդիկ բայց թերացել ենք, Թոմաս, թերացել ենք։ Ես հիմա այդ ամեն ինչին որ նայում եմ, այդ սաղ կենթանիների վարած քարոզչության հանդեպ իմունիտետը հասարակության չի եղել այնքան բարձր, որ մենք այսօր չհայտնվենք այս իրավիճակում, հասկանում ես։ Մենք մի կողմից խոսում ենք նրա մասին, թե ինչ ենք մենք առաջնագծում, տեսնում, լսում, ինչ են միջազգային լրատվականները փոխանցում։ Ձիգ, պինդ, հայրենասեր, պետականամետ մտածողությամբ մարդկանց։ Եվ այդ ինչ էր թիկունքում կատարվում, դա երկու տարբեր իրականություններ։ Ստեղ էլ մարդիկ այո համախմբված էին, այո Արցախ, այո գիտակցում էին եւ հասկանում էին, բայց եթե դա լիներ անկեղծ գաղափարախոսական հենք այդ մարդկանց համար, մենք հիմա այսօր ինչ էինք կլինի։